Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրելու համար Ուկրաինայի խորհրդարանը նախ պետք է ընդունի եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքներ, ինչպես երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն է ասում, եթե ոչ այսօր, ապա դրանից հետո նման հնարավորություն չի տրվի տարիներով, ու միայն Եվրոպային ավելի մոտ կանգնելու եղանակով, ասում է նա, հնարավոր կլինի ազատվել ընտրական ու իրավական համակարգերում թերություններից ու կոռուպցիայից։ Ռուսաստանն այս ընթացքում փորձում է Ուկրաինան պահել իր ուղեծրում, առաջարկելով միանալ Մաքսային միությանը, ինչի դեպքում պարտավորված կլինի բավարարել Ռուսաստանի մի շարք պահանջներ, դրա դիմաց ստանալով Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի հետ ազատ առևտուր իրականացնելու հնարավորություն։ Միությանը միանալու պարտադրանքի տակ օգոստոս ամսին ուկրաինական ապրանքները հանկարծ սկսեցին չբավարարել Ռուսաստանի անվտանգությանն ու որակի չափանիշներին։ Ու քանի որ Ուկրաինայի առևտրի 1/4-ը կատարվում է Ռուսաստանի հետ եւ արդեն 4 եռամսյակ այստեղ գրանցվում է տնտեսության անկում, այս եղանակով Պուտինը փորձում է ծնկի բերել Ուկրաինային, ասում է Փիթերսոնի հաստատության վերլուծաբան Անդերս Էսլանդը։ Եվրոպային զայրացնում է Ռուսաստանի այս դիրքորոշումը։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդի խոսքերով Ռուսաստանն իրականացնում է բիրտ ճնշումներ, ինչը նկատելի չի եղել արդեն երկար տարիներ։ Բացի առևտրի վրա ազդեցությունից Ռուսաստանն Ուկրաինայում ունի նաև քաղաքական, լրատվական եւ կրոնական մեծ լծակներ։ Ու վերլուծաբանից Մեթյու Ռոջանսկիի խոսքերով ռուսական նման ճնշումներն Ուկրաինայի վրա կշարունակվեն ասոցացման ծրագիրը Կիևի կողմից ստորագրվելուց հետո անգամ։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ուկրաինացիների 41%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը եւ միայն 31%-ն է պաշտպանում Մաքսային միությանը միանալու Ռուսաստանի առաջարկը, ու հերթը մնում է այս երկրի ղեկավարությանը, ընտրելու համար այն, ինչին ձգտում է ժողովրդի մեծամասնությունը, այն, ինչը թույլ չի տալիս անկախության կորուստ եւս մեկ անգամ։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։